Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը մշտապես աչքի է ընկնում ոչ միայն իր նուրբ արտաքինով և բեմական կեցվածքով, այլև անկեղծությամբ, խորությամբ ու խիզախությամբ խոսելու նաև այն թեմաների մասին, որոնք շատերը հավանաբար կգերադասեին շրջանցել։ Նրա գրառումներն ու հարցազրույցները հաճախ դառնում են քննարկման առիթ, քանզի նա բաց է առանց ավելորդ հարդարանքի պատմելու կյանքի իրական դրվագների մասին։ Այդ իրականությունն, ինչպես ինքն է նշում, երբեմն նաև ցավոտ է, բարդ ու նույնիսկ տհաճ։ Այսօր Էվելինան Ինստագրամի իր էջում իր հետևորդների հետ կիսվել է մի միջադեպով, որն իր վրա խոր հետք է թողել։ Նա պատմել է, թե ինչպես մի կին իրեն վիրավորել է։ Իհարկե, այդ ամենը վիրավորանք չի ընդունել նա, բայց այդ ամենը կարող եք դիտել իհարկե տեսանյութում։ Մի օր մի աջոտ է մոտեցել ինձ, ասում է Ազիզ ջան, այդ մակիաժը ով է անում, իրան փոխի, քեզ գեշացնում է, չի կարողանում լավ անի, նորմալ ճաշակով, մակարդակով։ Դե քանի որ ես շատ երկար սպասել էի իր բովանդակալից կարծիքին, մտածում եմ ինքս ինձ ումով փոխարինեմ ամեն օր լավ ում մոտ գնամ։ Էվելինան շարունակում է հստակ ու հավասարակշռված ներկայացնել կնոջ կերպարը որպես ինքնաբավ անհատ, ում ապրումներն ու փորձառությունը նույնքան արժեքավոր են, որքան նրա արտաքին տեսքը կամ ընտանեկան կարգավիճակը։ Նա ինքնատիպ կերպար է հայկական շոու բիզնեսի և մեդիայի դաշտում, ով խոսում է ոչ միայն իր սիրո, ամուսնության կամ կարիերայի մասին, այլ նաև այն փոքրիկ ու մեծ մարտահրավերների, որոնցով անցնում են բազմաթիվ կանայք լուռ, առանց աջակցություն ստանալու։ Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Էվելինա Ստեփանյանը հենց այնպես չի դարձել հանրության կողմից սիրելի կերպար։ Նրա անկեղծությունը, խոհամտությունը և հասարակության հանդեպ պատասխանատվության զգացումը նրան դարձնում են ոչ միայն հաջողակ դերասանուհի ու ընտանիքի հոգատար անդամ, այլ նաև ազդեցիկ ձայն այսօրինակ խնդիրների մասին բարձրաձայնելու համար։ Նշենք, որ Լևոն Մկրտչյանն ու նրա սիրելին Էվելինա Ստեփանյանը հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող և հետաքրքիր զույգերից են։ Նրանց սիրո պատմությունը, որը սկսել էր հասարակության աչքից հեռու, այսօր արդեն դարձել է հանրային հետաքրքրության կենտրոն։ Նրանց հարաբերությունները զարմացնում են իրենց անկեղծությամբ, ներդաշնակությամբ և փոխադարձ աջակցությամբ, հիշեցնելով, որ իրական սերը ոչ միայն գոյություն ունի, այլև ապրում է մեր օրերում։ Լևոն Մկրտչյանը երիտասարդ ու բազմաշնորհ դերասան, հանդիսատեսին հայտնի է մի շարք հեռուստասերիալներում իր մարմնավորած տպավորիչ կերպարով, սակայն հայտնի դարձավ ավելին «Վերջին զանգը» հեռուստասերիալից։ Նա իր խաղով կարողացել է ոչ միայն գրավել էկրանին հետևողներին, այլև նվաճել բազմաթիվ սրտեր, իսկ Էվելինա Ստեփանյանը խելացի և համարձակ երիտասարդ կին է, համարվում է նրա կյանքի ամենակարևոր աջակցողը։ Վերջին շրջանում Լևոն Մկրտչյանի անունը հաճախ է շրջանառվում նաև ոչ միայն նրա դերասանական աշխատանքի, այլև անձնական կյանքի առիթով։ Նրա և գեղեցկուհի Էվելինա Ստեփանյանի ամուսնությունը դարձավ հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված իրադարձություններից մեկն, արժանանալով ինչպես դրական արձագանքների, այնպես էլ մի շարք վարկածների տարածմանը։ Անկախ բոլոր խոսակցություններից, Լևոն Մկրտչյանն այսօր համարվում է երիտասարդ սերնդի այն արտիստներից, ում անունը հանդիսատեսը կապում է բարձր որակի, գրագետ խաղի և դերասանական նվիրվածության հետ։ Նրա հետագա քայլերը թե մասնագիտական, թե անձնական հարթակներում շարունակում են հետաքրքրել և զարմացնել հանդիսատեսին։ Լևոն Մկրտչյանը նաև աչքի է ընկնում իր համեստությամբ և հասարակ պահվածքով։ Նա չի սիրում փառք, թեպետ հանկարծակի դարձավ ճանաչված ու սիրված։ Նրա մասին գործընկերներն ու ընկերները խոսում են մեծ հարգանքով, նշելով, որ Լևոնը շատ պատասխանատու է նկարահանման հրապարակում, ուշադիր է մանրուքների նկատմամբ և մշտապես բաց է խորհուրդների համար։ Դերասան Լևոն Մկրտչյանն այս օրերին հեռուստադիտողի ամենասիրված դեմքերից մեկն է։ Նրա հայտնվելը «Վերջին զանգը» սերիալում շատերի համար անակնկալ էր, իսկ սիրվելը գրեթե ակնթարթային։ Սկզբնական շրջանում նա պետք է միայն մարմնավորեր Միքայելի երիտասարդությունը ընդամենը 8 օր տևող նկարահանման ընթացքում։ Սակայն ինչպես հաճախ է լինում Դիանա Գրիգորյանի սցենարային անակնկալներով լի նախագծերում, ամեն ինչ փոխվեց։ Տաղանդավոր դերասանի արտահայտիչ խաղը, խորությունն ու
կերպարի հանդեպ ունեցած զգայուն վերաբերմունքը դարձան այն հիմքը, որ սցենարիստը նրան վստահեց սերիալի առանցքային կերպարներից մեկի Հենրիի դերը։ Այսօր արդեն Հենրին դարձել է վերջին զանգի սյուժետային գծի առանցքը։ Լևոնի շնորհիվ կերպարը ստացավ հոգեբանական բազմաշերտություն, իսկ կերպարի սիրային գիծը հեռուստադիտողին այնքան մոտ ու հարազատ դարձավ, որ սերիալի գրեթե ամեն սերիայից հետո սոցիալական հարթակները լցվում են Հենրիի անունով մեկնաբանություններով ու քննարկումներով։